ուրեմն Լևոն Քոչարյան, եթե նեղվել ես վարչապետի խոսքերից, ձեր ողջ խմբակցությանն ուղված ու պատիվ ունեմ ուղված, իմացի, որ հաջորդ հարց ու պատասխանին ձեզ ավելի խիստ գնահատականներ են սպասվում, որոնք արտահայտելու են ձեր ողջ էությունը, ձեր ապրած կյանքի մասին էլ։ Ես առասարակ Հեն կարծիքին եմ, որ երեխաներն իրանց ծնողների արարքների համար պատասխանատու չեն, մինչև այն պահը, երբ որ երեխաներն իրենք են հայտ ներկայացնում այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու։ Ուրեմն լսի Լևոն Քոչարյան, ուշադիր լսի, ականջները ձգի ու լսի։ Այդ որ գալիս է այստեղ ծեծերից ես խոսում, սրան այսպես քաշ քշեցին, ինձ մեքենայի մեջ վայ քաշ քշեցին, թևերս ցաված եւ այլն, կգնաս հորդ կհարցնես, այդ ո՞նց էր ելնում, որ մարդկանց զուգանում ծեծում էին ու էլ զուգանից դուրս չէին գալի, կգնաս հորդ կհարցնես, ո՞նց էին մարտի 1-ին դիմահարկարակով մարդկանց սպանում փողոցներում, կգնաս հորդ կհարցնես, ո՞նց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27, կգնաս հորդ կհարցնես, ո՞նց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ, կգնաս հորդ կհարցնես, ո՞նց էր ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ինչ էին ասում։ Մեր Հայաստանի Հանրապետության շարքային ազնիվ քաղաքացիները, ում թալանում էիք առավոտից իրիկուն,